ներկայացրել եւ այդ նախագծերից թերևս ամենակննարկվածներից մեկը կխնդրեմ, որ իմ գործընկեր Տիկին Թագուհի Ղազարյանը ներկայացնի, քանի որ նաեւ մամուլում այլ ձևակերպումներ, այլ տրամաբանությամբ է ներկայացվել տվյալ նախագիծը։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, բարև ձեզ հարգելի գործընկերներ, խոսքը նախագծերից մշակույթի հուշարձանների, մշակույթի եւ պատմության հուշարձանների պահպանման օրենքի մասին է, որով ըստ էության քաղաքացիական պայմանագիր խմբակցություն քվեարկեց եւ իմ եւ պարոն Գաբրիելյան նախաձեռնությամբ առաջ քաշված նախագծին, որով առաջարկում ենք, որ մայրաթորին պատկանող հուշարձանները ավելի պաշտպանված լինեն հենց մայրաթորի սեփականության տիրույթում մնալու տրամաբանության մեջ։ Մենք կարծում ենք, մեր դիրքորոշումն այն է, որ մայրաթորին պատկանող հուշարձանները, եկեղեցիները պետք է մնան մայրաթորի մոտ, պետք է դրանց օտարումը կամ սեփականության փոփոխությունը հնարավորինս բարդացված եւ գուցե նույնիսկ անհնար դառնա, կախված իհարկե այն տրամաբանությունից, որը կարող է տեղի ունենալ, հասկանալի պատճառով այս օրերին վերջին ամիսներին բավականին քաղաքականացված լինելու պատճառով մայրաթորի կողմից որոշ մայրաթորը փաստացի իրավական ներկայացուցիչների կողմից որոշ ազդակներ են ստանում, բայց միայն դա չի պատճառը։ Պատճառն այն է, որ մենք ուսումնասիրեցինք միջազգային փորձը եւ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներով, թե բազմաթիվ երկրների փորձով կրոնական հուշարձաններ եւ կրոնական մշակութային արժեքները առանձնահատուկ պաշտպանության կարիք ունեն պետությունների կողմից եւ մենք կարծում ենք, որ այս ոլորտը բավականաչափ լավ կարգավորված չէ Հայաստանում եւ դա սկսեց ավելի սուր կերպով երևալ, երբ եկեղեցու ներկայացուցիչների կողմից քաղաքական բուռն գործունեությունը սկսվեց։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում հուշարձանների պահպանության եւ մշակութային արժեքների պահպանության ոլորտը պետք է բերվի միջազգային ստանդարտների։ Բազմաթիվ քայլեր արդեն նախորդ շրջանում արել ենք, թե այս օրենքի, թե թանգարանների օրենքի, թե մշակութային հիմունքների մասին օրենքների փոփոխություններով, բայց այդ փոփոխությունները օրենսդրական կանգ չեն առնի, կշարունակեն եւ ես կարծում եմ, որ սա հրաշալի առիթ է նաեւ մշակույթի հետ կապված գործիչների, այդ ոլորտում աշխատողների համար արձագանքելու նաեւ նախաձեռնություններ առաջ բերելու եւ մենք սիրով դա կքննարկենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հիմա կարող եք անցնել հարցերին։ Սիվիկ, խնդրեմ ձեր հարցը։ Շնորհակալություն։ Հարցս երկուսին էլ ուղղվում է, պարոն Հովհաննիսյան, Տիկին Ղազարյան։ Երեք մեր ձևով շարժման համակարգող պարոն Նարեկ Կարապետյանը մի տեսագրություն էր հրապարակել կարճ, որտեղ երևում է թե ինչպես ժանգլյորի ժեստ անելով նա վերև է թռցնում, ապա ափի մեջ է առնում 10 դրամանոց, հայտարարելով, որ սա առաջին հայացքից գուցե թվում է 10 դրամանոց է, բայց սա Հայաստանի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձն է։ Ուզում եմ հարցնել, սա քաղաքականության մեջ նոր ժանր է նախընտրական հեքիաթասացության ոճում եւ որպես հավելում ասեմ, որ երեք կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանից հետո մեր ձևովի Facebook-յան էջում զետեղվել են երկու սկրին, որոնցից մեկում պատկերված է մեր ձևը, այսինքն իրենց ձևը 1 դրամ աշխատավարձ եւ ձեր ձևը, որը մեջբերում է պարոն վարչապետի երեկվա ելույթից ոտերներդ կջարդեմ։ Ձեր մեկնաբանությունները։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ անդրադառնալով 1 դրամանոց այդ անձնավորությանը, իմ դիտարկումը հետեւյալն է. սա պետությունն է եւ պետական կառավարման համակարգում անհրաժեշտ են լավ մասնագետներ, որոնք պետքա վարձատրվեն իրենց կատարած աշխատանքի համար եւ պետությանը մատուցեն բարձրորակ, լավ ծառայություն, զերծ կոռուպցիոն եւ այլ մեխանիզմներից։ Հիմա ձեր նշած անձնավորությունը ըստ էության, երբ որ հայտարարում է, որ կան մարդիկ կամ կա մարդով պատրաստ է որպես վարչապետ աշխատել 1 դրամով, ըստ էության նման ծանր եւ պատասխանատու աշխատանք կատարել 1 դրամով, հարցեր են առաջանում, թե այդ մարդու կարիքներն ով է հոգալու, ով է կերակրելու այդ մարդուն, ով է հագցնելու այդ մարդուն։
եւ այս հարցերի պատասխաններն ըստ էության տանում են այնտեղ, որ ուրիշներն են այդ ամեն ինչը անելու եւ հետեւաբար ուրիշներն են այդ մարդկանց միջոցով երկիրը կառավարելու։ Էլ չեմ խոսում, որ եթե մարդը իր աշխատանքի դիմաց վարձատրություն չի ստանում, ուրիշ տեղից է այդ գումարը վերցնում սև մութ ճանապարհներով, ըստ էության այս հայտարարությունը պրիմիտիվ եւ նաեւ վտանգավոր հայտարարությունն է եւ ես կոչ եմ անում նման պրիմիտիվ հայտարարություններով չփորձել խաբել մեր ժողովրդին։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ծանոթ չեմ ձեր նշած հրապարակումներին, շնորհակալ եմ նաև տեղեկացնելու համար։ Ես կուզենայի նաև որպես լրագրողներ հետաքրքրվեք միգուցե կառավարությունը եւ գուցե նաև Տաշիր գրուպը այդ տեղեկությունը ունենա, թե արդյոք 1 դրամ ինքնարժեք ունեցող այդ գործիչի ներկայացրած կազմակերպությունը, օրինակ, որքան հարկային արտոնություններ է խնդրել եւ ստացել կառավարությունից վերջի տարիներին, արդյոք դա 1 դրամ է եղել, թե մի քանի միլիարդ դրամ։ Պետք է հասկանալ, որովհետև եթե չեմ սխալվում, ժամանակ առ ժամանակ բարբերաբար կառավարության նիստում այդպիսի որոշումներ են կայացվում, միգուցե էկոնոմիկայի նախարարությունը այդ մասին կարողանա որակյալ արձագանք տա, ամբողջական պատկեր ունենաք, եւ նաեւ ինչ վերաբերում է Հայաստանում աշխատավարձերին, ես համաձայն եմ իհարկե պարոն Հովհաննիսյանի հետ, պետք է մարդը ինչ որ տեղից վճարվի եւ ծառայի սպասարկի այն մարդկանց ումից վճարվում է եւ հետեւաբար մենք կարծում ենք, որ Հայաստանում պետական ապարատի աշխատողներ պետք է վճարվեն ժողովրդի հարկերից, որպեսզի սպասարկեն ժողովրդի կարիքները եւ այդ ժողովրդի կարիքների սպասարկման տրամաբանության մեջ ես ուզում եմ նշել, որ վերջին մեր քաղաքական թիմի կառավարման ընթացքում, այսինքն 2018-ից 2025 թվականի ընթացքում միջին աշխատավարձը 180,000 դրամից միջին նկատի ունեմ մասնավոր սեկտորը նույնպես ներառյալ 180,000 դրամից աճել է 300,000 դրամ, այսինքն 75%-ով։ Իմ ոլորտի վերաբերյալ կարող եմ ասել, որ ուսուցիչների միջինացված աշխատավարձը բարձրացել է շուրջ 85%-ով, գիտաշխատողների միջինացված աշխատավարձը բարձրացել է 200%-ով, ոչ թե առանձին մի ոլորտ է, այլ միջինացված, որովհետև կան նաև աշխատողներ, որոնք 343-400% բարձրացում են ունեցել, եւ կարծում եմ տրամաբանական է, որ պետական ապարատում, եթե ոչ նույն չափ, ապա գոնե համադրելի մոտ ինչ որ փոփոխություններ պետք է տեղի ունենան, որովհետև այս համակարգում աշխատող մարդկանց աշխատանքի արդյունքն է, որ մենք հիմա ունենք այս վիճակագրական տվյալները։ Շնորհակալություն։ ABC խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Նիկոլ Փաշինյանին Միացյալ Նահանգների ղեկավարը հրավիրել է Խաղաղության խորհրդին մասնակցելու, կարևոր նախապայմաններից մեկն էլ $1 միլիարդ ներդրումն է, արդյոք ինչպես է պատրաստվում $1 միլիարդ ներդրումը կատարել կամ կատարելու է թե ոչ, եւ արդյոք ավելի անհրաժեշտ չի Հայաստանի Հանրապետությանը $1 միլիարդ, քան Խաղաղության խորհրդի ներդրման համար։ Նախ ձեր նշած պնդումը պետք է մի հատ վերջնականապես ճշտվի եւ վարչապետի աշխատակազմը ըստ էության այդ հարցերի պատասխանները կտա։ Ես նման տեղեկատվություն այս բանին չունեմ եւ նաեւ կարծում եմ, որ հրավերը կարող է տարբեր ղեկավարներին տարբեր տրամաբանությամբ ուղարկվել եւ ձեր նշած պայմանը կարող է նաեւ պարտադիր պայման չլինել։ Դրա համար ժամանակին, երբ որ կգա ժամանակը, վարչապետի աշխատակազմը դրա մասին անպայմանորեն կծանոթացնի մեր հանրությանը։ Հանրային ռադիո։ Շնորհակալ եմ, հարցս ուղղում եմ երկու պատգամավորներին էլ, ով կցանկանա։ Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների կոմիտեն ժամեր առաջ հրապարակել է 2025 թվականի եզրակացությունները աշխատանքային իրավունքների վերաբերյալ եւ Հայաստանի դեպքում կոմիտեն արձանագրել է լիակատար անհամապատասխանություն բոլոր ուսումնասիրված դրույթներով, այսինքն 8-ից 8 անհամապատասխանություն եւ 0 համապատասխանություն, մասնավորապես թույլ տվեք մեջ բերեմ, կոմիտեն գրել է, որ Հայաստանը չի ապահովում խելամիտ աշխատանքային ժամանակ, անվտանգ եւ առողջ աշխատանքային պայմաններ, կանանց եւ տղամարդկանց համար վարձատրություն եւ այլն։ Այս առումով աշխատանքային օրենսգիրքը փոխվեց, ստեղծվեց տեսչական մարմին, նախ կխնդրեմ գնահատել հնչեցված տվյալները եւ նաեւ ասել, թե Հայաստանը ինչ անելիքներ ունի թվարկված բացերը լրացնելու համար եւ մի կարճ հարց, Դոնալդ Թրամփը Իրանի հետ գործակցող երկրների համար 25% մաքսատուրք է սահմանել, ինչպես եք պատկերացնում սրա ընթացքը եւ ազդեցությունը Հայաստանի վրա։
Շնորհակալություն հարցի համար։ Երևի տրամաբանական կլինի ասել, որ մենք դեռևս ամբողջությամբ զեկույցին ծանոթ չենք, բայց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում, անվտանգության խորհրդի կազմում կա միջգերատեսչական հանձնաժողով ստեղծված, որում որպես ազգային ժողովի ներկայացուցիչ ներգրավված եմ նաև ես, եւ մենք բոլոր միջազգային զեկույցները մանրամասն ընթերցում ենք եւ դրանց բոլոր դիտարկումների վերաբերյալ փոփոխությունների օրակարգեր են առաջարկում բոլոր գերատեսչություններին եւ ոլորտներով, հետեւաբար այս զեկույցը նույնպես ներգրավված է անվտանգության խորհրդի այդ միջգերատեսչական հանձնաժողովում, դրա համար ես հիմա առանձին արձագանք չեմ տա, մանավանդ որ դետալային ծանոթ չեմ, բայց ուզում եմ ասել, որ մեր վերաբերմունքը միջազգային զեկույցներին այդպիսին է, մենք եթե նկատել եք եւ վստահաբար նկատել եք ամեն տարի բարելավումներ են ունենում միջազգային սանդղակներում եւ սա նաեւ այդ աշխատանքի արդյունքն է, դետալային արձագանք չեմ տա, ավելի մանրամասն եթե կարիք կլինի ծանոթանալուց հետո կարող ենք նաեւ հյուրընկալվել հանրային ռադիո ես կամ աշխատանքի ոլորտից հենց հանձնաժողովից որևէ մեկը եւ ավելի մանրամասն արձագանքեն։ Հարցի երկրորդ մասին արձագանքելով, դուք գիտեք, որ սրանից առաջ էլ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հարաբերությունները մեղմ ասած այդքան էլ հարթ չէին եւ արկա էին նաեւ նմանատիպ այլ ուրեմն դրվագներ Հայաստանը մինչ այս հնարավորինս բալանսավորված քաղաքականություն է վարում դուք գիտեք թե մենք ինչ ծրագրեր ենք այսօր արդեն իրականացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ դուք գիտեք նաեւ ինչպիսի հարաբերություններ ունենք Իրանի հետ մինչ այս պահը մեզ հաջողվել է մեր գործընկերների հետ ուրեմն ունենալ բալանսավորված հարաբերություններ եւ վարել բալանսավորված քաղաքականություն եւ ես հույս ունեմ որ այդ քաղաքականությունը նույն տրամաբանությամբ կշարունակենք իրականացնել մեր երկու գործընկերների հետ 5-րդ տալիք խնդրեմ ձեր հարցը։ Հարցս ուղղում եմ երկուսիդ էլ, եթե տեղեկացված եք պատասխանեք, երեք Նյուզեյմը տեղեկություն հայտնեց, որ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը վաճառվել է ռուս գործարար, հայտնի ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկոին, որովհետև Եվտուշենկովին եւ նախորդ օրներ կարծես վարչապետի հետ էր հանդիպում եղել, քանի որ քաղաքացիական պայմանագիրը միշտ նախկին իշխանություններին մեղադրել է, այսպես ասած, ամեն ինչ ռուսներին վաճառելու, այսպես այդ մեղադրանքն է հնչեցրել, ինչ տեղեկություն ունեք այս մասին, քանի որ Նյուզեյմը իր աղբյուրներին է հղում անում եւ այդ ինստիտուտը, ինչպես ասում են, Մերգելյան ինստիտուտը, ինչու է վաճառվել ռուսներին։ Նախ ես Նյուզեյմի աղբյուրների իսկության մասին այս բան որևէ գնահատական տալ չեմ կարող, ինչ վերաբերվում է որևէ գույք վաճառել կամ չվաճառելուն, դա այս process-ները հնարավորինս թափանցիկ են, կառավարության որոշումներով են սրանք տեղի ունենում, ինչ վերաբերվում է ձեր հարցի այն հատվածին, որ մենք միշտ ասել ենք, որ ամեն ինչ վաճառում է ռուսներին, մենք նման ձևակերպում չենք արել, մենք արել ենք ձևակերպումներ առայն, որ Հայաստանի Հանրապետության կարևորագույն նշանակության օբյեկտները վաճառվել են ջրի գնով ոչ մի բանի դիմաց։ Մյուս կողմում կարող են լինեն ռուսները, այլ երկրի ներկայացուցիչներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Խնդիրը հիմնականում այն չի, թե ումա դրանք վաճառվել, խնդիրն այն ա եղել, որ օրինակ Ռոբերտ Քոչյանի օրը գույք պարքի դիմաց տրվել են Հայաստանի Հանրապետության կարևորագույն նշանակության օբյեկտներ։ Մենք սրա մասին ենք խոսել։ Իսկ ձեր հարցադրումը լրացուցիչ ճշտումների կարիք ունի, բաց աղբյուրներում ես վստահ եմ, որ դուք կարող եք ձեզ համար ավելի վստահելի եւ պաշտոնական աղբյուրներ գտնել, քան Նյուզեյմի աղբյուրներն են, եւ այսքանը Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գույք, եթե տրվում է վարձով կամ վաճառվում է կամ ներդրումային ծրագիր է իրականացնում, այս ամեն ինչը տեղի ունենում բաց, թափանցիկ կառավարության որոշումներով, դուք էլ տեսել եք, որ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո կառավարության նիստերը ուղիղ եթերով հեռարձակվում են, թափանցիկ են, բաց են եւ այդտեղ չեմ կարծում, որ որևէ փակ եւ ծածուկ հարց է մնում, շնորհակալ։ Խնդրեմ ներկայացեք ձեր հարցը։ Factor TV Արփի Հակոբյան հունվարի 19-ին հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին, բայց երեք երեկոյան պարզ դարձավ, որ նա մեկնել է Դավոս համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցելու Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Հայաստանի համար այս հրավերը անակնկալ էր կամ արդյոք Դավոսի համաժողովին մասնակցությունը կարևոր էր միայն կանոնադրությունը ստորագրելու իմաստով, տեղեկություն ունեք, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը եւ
Եվ եւս մեկ հարց էլ, արդյոք առողջապահության հանձնաժողովի նախագահ Ռիփսիմե Հունանյանը վարչության հորդորով է որոշել, որ թողնում է պաշտոնը եւ չմասնակցել ընտրություններին 26-ի խորհրդարանական։ Շնորհակալ եմ։ Դավոսի հետ կապված մեզ համար սա կարևոր միջոցառում է, բազմիցս մասնակցել ենք եւ ելի ենք մասնակցելու, վարչապետի օրակարգով է պայմանավորված, թե նա ինչ միջոցառումների կմասնակցի կամ չի մասնակցի, հաշվի առնելով այդ օրակարգում տեղ գտած այլ միջոցառումները եւ դրանց կարևորությունը։ Ինչ վերաբերվում է Տիկին Հունանյանի վերաբերյալ հարցին, Տիկին Հունանյանը որոշում է կայացրել եւ մենք հարգում ենք իր որոշումը եւ խնդրում ենք ձեզ էլ բոլորին էլ հարգել Տիկին Հունանյանի այդ որոշումը։ Եթե կարճ լրացում է, կարճելի։ Մի հարց էլ ազատության գործընկերներից են խնդրել տալ, եթե դեմ չեք ուղիղ մեջ բերեմ իրենց հարցը։ Տիկին Ղազարյան, ձեզ են հարցնում, ինչ որ կասկած ունեք, որ մայրաթորը եկեղեցիներն այլ անձանց է հանձնելու, որ նման օրենք եք գրել, օրինակներ բերեք ձեր կասկածը հիմնավորող մեջբերման ավարտը։ Շնորհակալ եմ հարցի համար, մենք այդ հարցը շատ մանրամասն քննարկենք ազգային ժողովի ակումբի նիստում, հույս ունեի, որ հետևած կլինեք, բայց մի քանի պատմությամբ է հիմնավորվում այս թեման։ Նախ եկեք արձանագրենք, որ հուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի անկախ նրանից, թե կան այդ պահին կասկածներ, թե ոչ։ Երկրորդ, մենք գիտենք, մամուլում կան հրապարակումներ, ես հիմա եկեղեցու հաստատի իրավական ներկայացուցիչի ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար անունները եւ հասցեները չեմ տա, բայց կան հրապարակումներ, որ Կտրուչ Ներսիսյանը իր թորներին օրինակ եկեղեցու գույքից բնակարանը չհերկված, ընդ որում կարա հերքի եւ այն մարդիկ, ովքեր դա հրապարակել են, միգուցե հրապարակային խոսեն այդ մասին եւ նաեւ հոգեվոր խորհրդի ներկայացուցիչներ են այդ մասին պատմել, որ եկեղեցու գույքից օտարվել են, նվիրվել են, սեփականաշնորհվել են իր ընտանիքի անդամներին։ Այս նախադասության մեջ իհարկե ամեն ինչն է աբսուրդ, սկսած այդ նրա ամբողջ նախադասությունը, հա, կաթողիկոսը իր թորներին նվիրել է եկեղեցու գույքը, այս նախադասությունը ծայրից ծայր աբսուրդ է, բայց հիմա այդ իրողության մեջ ենք ապրում։ Ինչ վերաբերում է մշակութային արժեքների նկատմամբ վերաբերմունքին, հենց ազատության մեր գործընկերներին տված, ձեր գործընկերներին տված հարցազրույցում Ասողիկ քահանան, որ այդ պահին ներկայացնում է եկեղեցուն իրավաբանորեն, ասում է, որ իրենք Գեղարդից մի փշանք, մասունք նվիրել են Ռուսաստանի եկեղեցուն, թեմի առաջնորդին, ռուս ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդին, դրան եթե գումարենք նաև այն քաղաքական հորդորները, որոնք տեղի են ունենում, այսինքն մշակութային արժեքներ նվիրելու պրակտիկա էլ կա, ընծայաբերելու, եթե կարելի է այդ բան ճշգրիտ բառերով նկարագրել, հա, կանոնադրական, ընդ որում նվիրելու եւ ընծայաբերելու իմաստով, իրավական իմաստով այդտեղ ոչ մի տարբերություն չկա, այդ սեփականության օտարման հարցը առաջանում։ Դրան եթե գումարենք նաև այն խոսույթը վերջին 8 ամիսների, որ գեներացվում է իր քաղաքական այս բան կաթողիկոսի պաշտոն զբաղեցնող մարդու քաղաքական համախոհների շրջանակում, այսինքն տեղափոխել մայրաթորի նստավայրը եւ Ռուսաստանից կառավարել, որևէ կերպ չի կարող բացառվել, ընդ որում չի միջամտել, հա, եկեղեցին խորհուրդը, հոգևոր խորհուրդը ասի դադարեցրեք, Հայաստանն է այն վայրը, կենտրոնը հոգևոր, որտեղից մենք պետք է շարունակենք հոգևոր գործունեություն ծավալել, այսինքն այլ ավելի թեժացրել է այդ խոսակցությունները, ոչ որևէ կերպ չի բացառվում, որ օրինակ մեկ այլ հոգևոր թեմի ներկայացուցիչի ծննդյան կապակցությամբ կարող են օտարվել եկեղեցու գույքերը, ընդ որում ես չեմ ասում, որ ինքը կվաճառի օրինակ Տաշիր գրուպին մայրաթորը։ Սա բնականաբար աբսուրդ է։ Ես ասում եմ, որ հնարավոր է այս ամբողջ խոսակցությունների, հա, քաղաքական հակամարտության, քանի որ եկեղեցին ներգրավել է քաղաքականության մեջ եւ տրամաբանական բաներ է, քաղաքական իմաստով տրամաբանական բաներ է անում, որը վնասում է եկեղեցուն։ Ինքը կարող է օրինակ տեղափոխվել նոր Նախիջևանի թեմ եւ օրինակ նոր Նախիջևանի թեմի վրա գույքը գրանցել, ինչը հիմնավորվում է նաեւ նրանով, որ այս նախագծի քննարկումից հետո բազմաթիվ քահանաներ միջնորդավորված եւ ուղիղ հրապարակային եւ ոչ հրապարակային կապվել են
ինձ հետ եւ առաջարկել են մյուս գույքերն էլ ներառել այդտեղ եւ ասել են, որ իրենք նույնպես այդ խոսակցությունները լսել են եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա այն մասով արդյոք ինչպես է հիմնավորվում, բայց նույնիսկ եթե որևէ հիմնավորում չլինի, պետության պոզիտիվ պարտավորությունն է, ընդ որում բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով պաշտպանել իր տարածքում գտնվող կրոնական հուշարձանները, կան երկրներ եւ առաջադեմ երկրներ, ժողովրդավար երկրներ, աշխարհի երկրների մեծամասնությունը, ովքեր որևէ կերպ ուրիշ որևէ կազմակերպության սեփականության իրավունք չեն տալիս։ Ասենք օրինակ Հունաստանում եկեղեցիները բացի պետությունից սեփականության իրավունքով որևէ մեկին պատկանելու իրավունք չունեն։ Եվ այդպես երկրները շատ են։ Հետևաբար դա առաջադեմ միջազգային պրակտիկա է, որը մենք կարծում ենք Հայաստանն է պետքա որդեգրի։ Իհարկե հիմա ընդհանրակարգային իրավական խոչընդոտներ կան, բայց դա ավելի տրամաբանական է, որովհետև այդ եկեղեցիները պատկանում են հայ ժողովրդին, դա հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն է։ Շնորհակալություն, մեր ժամանակը սպառվեց։